Էլե։ Կներեք։ Ես քեզ դրսում կսպասեմ, Արամ։ Էլեն ես ամեն ինչի մասին պետք է չիմանա։ Հասկացա։ Ասա թող ներս գա։ Էլեն ինչ ա եղել։ Արամ, արդեն հոգնել եմ ամեն ինչից։ Մենակ դու ես ինձ հասկանում։ Էլի ձերոնց հետ ես վիճել։ Լավ, որ ինչ։ Դու արդեն զզվացնում են։ Էլեն վերջ տուր, դու երեխա չես։ Արամ, ինձ ճիշտն ասա։ Ինչի մեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Ինչի ես չեմ կարողանում հղիանալ։ Էլեն, ես քեզ ասել եմ, չէ՞, որ այդ նորմալ երևույթ է։ Մարդիկ տարիներ շարունակ երեխա չեն ունենում, ու դրա մեջ ոչ մի արտարոս բան չկա։ Արամ, ես գիտեմ, որ մենք երբեք երեխա չենք ունենա։ Էլեն, չկա տես բան։ Կա, Արամ։ Ու ես գիտեմ, որ մենք երբեք երեխա չենք ունենալու։ Ու ինձ բոլորը մեղադրելու են։ Էլեն, ես քեզ չեմ մեղադրում։ Ես մերոնց մասին եմ ասում։ Ձերոնք էլ քեզ չեն մեղադրում։ Դու չես հասկանում, որ այդ մարդիկ օր առաջ թոր են ուզում։ Ու այդ նորմալ է։ Արամ, ինձ ճիշտն ասա։ Մինչև իմ գալը ինչի մասին էիք խոսում։ Իմ մասին։ Էլեն, ես չեմ պատրաստվում քո հղիության հարցը բոլորի հետ քննարկեմ։ Էլ ես քո հետազոտությունների արդյունքները աշխարհում շատ հայտնի կլինիկաներ եմ ուղարկել։ Ու հիմա սպասում եմ պատասխաններին։ Աստված իմ գոնե պատասխանները դրական լինեն։ Էլեն։ Էլեն, ամեն ինչ լավ կլինի։ Աղջիկ ջան, անուտ ինչ է։ Սոնա։ Հանգստացի, Սոնա ջան։ Շատ լավ բժիշկ կա, ամեն ինչ կանեն, մի անհանգստացի։ Դուք մեր Վարդգեսին ինչ եք գալի։ Վարդգես քերին մեր գյուղի հարևանն է։ Ինքն է մեզ Երևան բերել։ Իր տանն եք ապրելու։ Ուրեմն հարևաններ ենք։ Միլացի, բալիս, միլացի։ Մամայի անունը ինչ է։ Մարա։ Իսկ մաման այդպիսի պրսուտներ շուտ-շուտ ունենում։ Վայ, բժիշկը եկավ, գնամ տեսնեմ ինչ է ասում։ Հա, բժիշկ, լուրջ բան է։ Ինչ որ պետք էր արեցինք, 2 ժամից ցավը կթողնենք։ Հիվանդը ձեր ինչն է։ Իմ նոր հարևաններն են։ Ստացա երևի աղջիկն է։ Հա, գյուղից նոր են եկել։ Ինձ թվում է, որ Երևանում հարազատներ էլ չունեն։ Հա, մի բան ասամ։ Պարզվում է, տարիներ առաջ երիկամներից մեկը հեռացրել են։ Ես կասկած ունեմ, որ պրոբլեմը տարածվել է մյուս երիկամի վրա։ Ու պրիստուպների պատճառը դառնում։ Ինչ կարելի է անել։ Միշտ էլ ինչ-որ բան կարելի է անել, այստեղ զուտ գումարի հարց է։ Ու այս դեպքում ես խորհուրդ եմ տալիս փոխվատվաստում, բայց դա ահռելի գումարների հետ է կապված։ Մոտավորապես ինչքան կլինի։ Մոտավորապես մի $15,000 եթե վճարել։ $15,000։ Չեմ կարծում, որ իրանք այդքան փող ունենան։ Դե լավ, շատ շնորհակալ եմ բժիշկ ջան։ Ինչ եք անում։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Մի 2 ժամից կարող եք ունենալ։ Հա։ Բայց ամեն դեպքում փոխպատվաստումը Հասկացա բժիշկ ջան, ես ամեն ինչ կասեմ։ Շատ շնորհակալ եմ։ Խեղճ երեխա։ Արամ, ինձ թվում է, որ դու ինձանից ինչ-որ բան ես թաքցնում։ Չէ, Էլեն, չէ։ Ես քեզ խոստանում եմ, ամեն ինչ կանեմ, որ մենք շուտով երեխա ունենանք։ Ես հույսս արդեն կտրել։ Էլեն, վերջ։ Այս թեմայի մասին էլ չենք խոսում։ Մենք հիմա միասին կգնանք ձերոնց տուն։ Ես չեմ գալիս։ Մենք հիմա կգնանք ու դու կբարիշես ձերոնց հետ։ Պապա տա։ Չվերցնես։ Լսում եմ Արսեն Բաբկենովիչ։ Էլենից տեղյակ ես։ Հա։ Կողքը տա։ Հա։ Դե Էլենին վերցրու եկեք մեր տուն։ Բայց շուտ։ Լավ։ Ձերոնք ոնց է փոշմանել եմ։
տարական տակտի զգացում չունեն, ինքն էլ մաման է։ Էլեն վերջ։ Հերիքա։ Իրանք ի վերջո քո ծնողներն են։ Դուք գանք։ Հա։ Ինչ ասեց։ Հանգստացի ամեն ինչ նորմալ է։ Մոտներ Էլենա։ Հա, Գալու են։ հա, գալու են։ Ես բարձրանում եմ իմ սենյակ։ Արսենը ոնց որ միշտ ինքնավստահ ու չի հասկանում, որ եթե Զարան Բերտից դուրս եկավ, վերջ։ Ասեն ոնց չի հասկանում, լավ էլ հասկանում է։ Ու գիտի որ մի բան եղավ, առաջինը հենց ինքն է քաշվելու։ Բայց խի ոչ մի բան չի անում։ Խիա ձգձգում։ Հա ինչ ես ասում։ Ինչ որոշեցիր։ Ես գնում եմ ոստիկանություն։ Այսօր խնդրում եմ իրան տես։ Ինձ իր փողը պետք չի։ Լսի վերջ դուր։ Ինչ ոստիկանություն։ Խելքդ գլուխը թավայքի։ Ասեցի գնում եմ ոստիկանություն ու վերջ։ Ու ինչ Զարա, ինչ ես ուզում դրանով ապացուցես։ Էն, որ Արսենի արածը սրիկայությունը, ու ինքը պիտի իր արածի համար պատասխան տա։ Դու լուրջ մտածում ես, որ ինչ որ բան կարաս ապացուցես Զարա։ Հա, իր տեղը բանտն է ավետ։ Լսի, Զարա, արի ինձ մի օր ժամանակ տուր։ Մի օր ժամանակ ինչի համար։ Փորձեմ խոսամ Արսենի հետ։ Ու ինչ պիտի ինքը անի։ Չգիտեմ Զարա, բայց ես ամեն ինչ կանեմ, որ այս հարցի ինչ որտեղ կարգավորենք։ Մի մոռացի, որ Արսենի ուսանողական ընկերն է։ Ես չեմ ուզում, որ ինքը ճաղերի հետևում հայտնվի։ Անիմաստ է։ Ինքը իր արածից հետ չի կանգնելու, ես գիտեմ։ Զար, ես գիտեմ ինչ անեմ, այդ թող իմ վրա։ Ուզածս մեծ բան չի, ընդամենը մի օր։ Դրանից հետո ինչ ուզում ես արա։ Եթե Արսենը համառեց, գնա դիմի ոստիկանություն։ Չգիտեմ։ Լավ, համաձայն եմ, թող այդպես լինի։ Դե գնա աշխատի։ Արսեն, ես եմ։ Դա ինչ ասեց։ Ձենը կտրելու է։ Չէ, Արս, ուզում եմ ոստիկանություն դիմել։ Ուրեմն տենց է։ Հա։ Տղածդ փողն է հետա բերել։ Ես դրա։ Լսի ինչ եմ ասում, Արս, մի օր ժամանակ ունես։ Ինչ անում ես այդ մի օրվա մեջ պետք է հասցնես։ Թե չհաստատ գնալու է դիմի ոստիկանություն։ Ուրեմն ինքը կնստի ավետ։ Ես դրան բանտում կփտացնեմ։ Ես դրան միջև կյանքի վերջը փակել կտամ։ Դե տես ինչ ես անում, ինչ անում ես արագ արա, ժամանակ չկա։ Բարև ավետ։ Բարև։ Տեղյակ ես, որ երեխեքը եկել են։ Ինչ այսօր ամսի քանիսն է։ Վայ, ավետ, վայ։ Ասում եմ երեխեքը եկել են։ Հերիքա էլ է այդ գիտությամբ զբաղվես։ Այդ գիտություն քեզ տարել է։ Խեր չկա դրանից, վեր կա ծառի մեր տուն։ Լսի, Ասա, դու Զարայի աշխով ինչ որ բան արիր։ տղա ինչ զառա։ Ես քեզ ասում եմ երեխեքը եկել են։ Վեր կա ծառի։ Կես ժամից է սեղ կլինեն։ Ոչինչ երեխեքը կսպասեն դու արի։ Ավետ հիմա դրա ժամանակն է։ Հա, հենց դրա ժամանակն է։ Արսեն։ Սիմա։ Ասեք, Գայա Ալեքսանդրովնա։ Բա Սիման ուր է Զարա։
Սիման վարակույրները տարել է քիմմաքրման։ Որզա, իսկ Արսենը Դուրս եկավ։ ոնց թե դուրս եկավ։ Ուր։ Չգիտեմ, չասեց։ Քեզ բան։ Լրիվ գժվել է այդ մարդը։ Մի հատ հեռախոսս բեր։ Գիտի որ երեխեքը պիտի կան։ Մի րոպե ոդկս քաշվում, ամեն ինչ խառնվում է իրար։ Դուր։ Հələ դες չի պատասխանում։ Բարև Ամիրբեկյան։ Հազար բարի Բաբկենիչ։ Հա, ո՞նց ես։ Լավ եմ, լավ։ Եթե զանգել ես, ուրեմն իմ կարիքն ունես։ Ասա լսում եմ Բաբկենիչ։ Այդ գործը ինչ է լինում։ Մի րոպե նայեմ։ Դրա ազատմանը ինչքան է մնացել։ Մի ամսից մի քիչ ավելի։ Բայց այդ ինչ կապ ունի։ Ես քեզ խոստացել եմ, որ մի բան կանեմ, չէ։ Տեսնում ես իմ հանգիստ ես։ Բաբկենիչ, դու ինձ գիտես, իմ խոսքը խոսքա։ Ամիրբեկյան, Բաբկենիչ, դու հանգիստ եղի, ոնց ասել եմ, տենց էլ լինելու է։ կարող ես ավելի կոնկրետացնել, Ամիրբեկյան։ Ինչի՞ դա պետք, Բաբկենիչ։ Ամել հեռախոսով ասելու բան չի, բայց դու հանգիստ եղի, այդ գործի գառանտը ես եմ։ Դու տես, թե ոնց ես լավության տակից դուրս գալու։ Իսկ այն ինչ որ պետք է արվի, հաշվի որ արդեն եղել է։ Դու էլ գիտես, որ ես էլ իմ խոսքի տերն եմ։ Գիտեմ։ Լավ, Ամիրբեկյան։ Ուրեմն ես կարող եմ հանգիստ լինել։ Արխային ամեն բան իմ կոնտրոլի տակ է։ Լավ եղի։ Աջող աղբերս։ Հիմա հանգստացար։ Տենաս ինչ է անելու։ Լսի, այդ դարդն էլ ենք ես տվել։ Կալանավայրը, ծեծ կրտուքա, բան։ Ամիրբեկյանը մի բան կսարքի։ Բայց Զարանեն աղջիկը չի, որ ծես կրտուկի մեջ մասնակցի Արսեն։ Լսի, ավետ մի անգամ էլ դու այդ թեմայով խոսել ես կամ դրա անունը տվել ես, իսկականից կնեղանամ։ Ահա, խոսքով ընկա։ Ինչ է։ Հեչ։ Դու քո գիտական գործերով զբաղվի, հա։ Ու ուղեղդ իզուր տեղը մի ծանրաբեռնի։ Եղավ։ Ես ասեցի, հենց հիմա կգնաս կամեր ու պոլու պատալոգով կլպստես։ Հասկացար այ ռոտ։ Դու ես մնացել Պակաստանից ինձ հրամաններ տաս։ Լսի, հենց տեղ դիակը կփռն։ Բաց թող քո կերտու ձեռքերն են կոմպլատ։ Գլխիդ մեջ ոնց որ տեղ չարեց, հա։ Չէ, չարեց, դու ով դարար որ ինձ հրամաններ տաս։ Ես ով դառա։ Աղջիկներ վերջացրեք։ Տեղ դիակը կփռն։ Նոր Աղջիկներս ինչ եք անում։ Մեր աղջիկը դու ես։ Սապոշի պես նստե վերքած շուտ արա խփի քանի չի զարկում։ Հենց տեղ խփի։ Շուտ արասներից դրգնա քանի չին եկել։ Գերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։
Համեցեք ծանոթանալու նեոպոլիտանական հավաքածուին։ Բարև ձեզ։ Եկաք երեխեք ջան։ Բարև ձեզ Գայ Ալեքսանդրովնա։ Բարև Արամ ջան, լավ ես։ Լավ հանգստացեք։ Ոնց որ միշտ ամեն ինչ հոյակապ էր։ Էլեն, լավ չես։ Լավ, դե նստեք, ինչ եք կանգնել։ Հա, նստենք։ Էնել ամեն ինչ նորմալ է, մի մտածի։ Սիմա սուրճ բեր։ Ինա գբերը։ Պապան տանը չի։ Ինչպես տեսնում ես։ Մարո ջան, քեզ նորմալ բուժվել է պետք։ Ասլամազյանն ասեց, որ պետք է հետազոտվես ու նորմալ բուժվես։ Ես հիմա դրա ժամանակը չունեմ։ Մենք կարգին չծանոթացանք։ Ուրեմն դու մեր հարևանուհին ես։ Հա, անունս էլ Սեդա է։ Ուրախ եմ Սեդա ջան։ Սոնան էլ իմ աղջիկն է։ Հա, արդեն մենք ծանոթացել ենք, շատ սիրունիկ աղջիկ ունես։ Սեդա ծյոծյան բժիշկներին գումար տվեց։ Հասկացա, ապրես բալես։ Սեդա ջան, Սոնան ասեց, որ հիվանդանոցում փող ես վճարել։ Ինչքան ես վճարել։ Վայ Մարո ջան, տենց բան չանես։ Ասլամազյանը իմ ծանոթն է։ Դրա համար էլ իր մոտ գնացինք։ Բայց Սոնան ասեց, որ բժիշկին փող ես տվել։ Էդ իմ ու բժշկի գործն է, քո գործը չի։ Ոնց կային։ Վայ, համոտ չի։ Լսի Մարո, երիկամդ վաղուց ես հեռացրել։ Վաղուց։ Բժիշկը ասեց, որ վիրահատության կարիք կա։ Գիտեմ Սեդա ջան, Ասլամազյանը ինձ էլ է ասել։ Բա ինչ եք անելու։ Սոնաս համալսարան պիտի ընդունվի։ Մամ, ես կընդունվեմ, բայց հիմա առաջնային քո բուժումն է։ Առաջնայինը քո ընդունելության քննություններն են ցավդ տան։ Ճիշտ է ասում երեխեն, կընդունվի։ Հիմա առաջնայինը դու պետք է անպայման հետազոտվես։ Դա։ Ես ինձ լավ եմ զգում։ Այս նոպաներն էլ արդեն սովորական են դարձել։ Մամ, շուտ գնա խոհանոց պարապել։ Գնա։ Սեդա չես հասկանում, որ ես գումար չունեմ։ Այդքան գումար ես կյանքիս մեջ չեմ տեսել։ Հեշտ է ասել 15,000 դոլար։ Բա ինչ եք անելու։ Եթե ուզում ես ինձ իսկապես օգնել, մի աշխատանք գտի ինձ համար։ Ես այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում։ Իսկ դու լիքը ծանոթներ ունես։ Այդ վիճակում դու ուզում ես աշխատես։ Հա, ինձ ինչ ա եղել որ։ մամ, պետք չի որ դու աշխատես։ Ես կաշխատեմ։ Բալես, մեծերի խոսակցությանն ականջ տնելը լավ բան չի։ Գնա խոհանոց ու պարապի, դուռն էլ փակի։ Գիք հիշում ես։ Ինչը։ Էլենի ու Արամի հարսանյաց ֆուրշետ փարթին։ Հա ու ինչ։ Հեչ ասում եմ մենք տենց էլ Արամի նման մեկին չգտանք։ Ինչա, վրազ ես։ Ով ես։ Էդ էր մնացել։ Էլ մի ձևեր թափի, հա։ Բոլորս էլ երազում ենք դրա մասին։ Սպիտակ նժիկով ասպետի, ով կհայտնվի ու երջանկացնի մեր խեղճ մոխրոնին։ Վերջ դուրկիկի։ Դե լավ, քեզ թվում է չգիտեմ, հա։ Ինչ է։ Ինչը։ Արամի ընկերոջ Մոսկվիչը։ Չեմ հասկանում ինչեր ես խոսում Կիկի։ Դե լավ, հա։ Հենց Լևոնին տեսնում ես, հալվում մաշվում ես։ Տենց բան չկա։ Այդ հեքիաթներդ կգնես։ Թեկուս այս տոշին։ Մի խոսքով ուրիշ մեկին կպատմես։ Ուզում ես ճիշտն իմանաս։ Ասա։ Եթե ուզում ես ճիշտն իմանաս, քո համար ամենահարմար թեկնածուն հենց տոշն է։ Մանավանդ որ 4 տարի է սիրահարված է քեզ։
Դու այդ ասում ես, որովհետև… Որովհետև ինչ։ Որովհետև դու էլ ես աչք դրել Լևոնի վրա։ Ես։ Յա, ես ինչի վրա եք ծիծաղում։ Ասեք ես էլ ծիծաղամ։ Ես քեզ։ Մերսի Տոշ ջան։ Ես էլ քեզ։ Ես գիտեք ով է Սարգսը։ Ով։ Հայաստանի ամենալավագույն բարմեններից մեկը։ Խմի։ Բրավո։ Ես այս կոկտեյլը չեմ սիրում, Անտոշիկ։ Հիմա ասում ես որից ես ուզում, հենց մագնեմ ասում եմ, սարկում եմ, բերում եմ, խմում ես։ Չեմ ուզում, մերսի։ Ուրեմն ես կխմեմ։ Բա հետո։ Արա։ Այսօր Էլենը պետք է գար Հայաստան, չէ՞։ Հա։ Այսօր ստուգենք։ Հա, Գիգ ջան։ Այս Երևանում ես, թե Վենետիկի Ռիալտո կամրջի վրա։ Ponte de Rialto, signora Gigi։ Երևանում եմ ջան։ Ոնց ես։ Որտեղ ես, ինչ ես անում։ Տոշի ու Մաշետ անիմաստ սրճարանում վեր ընկած։ Գիգ, ես մերոնց տանն եմ։ Բայց վախենամ այսօր չկարողանանք հանդիպել։ Ինչ-որ բան է եղել։ Չէ, ուղղակի դե նոր ենք տուն եկել, մի քիչ հոգնած եմ։ Բայց վաղը կհանդիպենք, լավ։ Դե վաղը կսպասեմ քո զանգին։ Լավ։ Դու լրիվ դելֆին ես։ Լրիվ դելֆին ես։ Ախր այդքան քեզ ասեցի, այդքան քո դատար գլուխը մցրեցի։ Այդքան ասեցի, 1000 անգամ ասել, 100 անգամ եմ ասել։ Գլուխը չի մտնում, այս դատար գլուխը չի մտնում, ասել եմ թե չեմ ասել։ Ասել ես։ Մի ամիս էր մնացել, մի ամիս նստելու էր, գնայր կանգներ դրանց գլխին, ասեիր մուծվեք։ Դրանք պիտի մուծվեին, կամ եթե չէ այստեղ պիտի փակված լինեին։ Այստեղ։ Հա, գայ, ասա։ Լավա պատասխանեցիր, այդ տղա ուր ես։ Գալիս եմ, գայ։ Կարամ իմանամ, թե տենց անսպասելի ուր գնացիր։ Գայ, գնացել էի խնամուս հետևից, ուր պիտի գնայի։ Ինչ իմանամ, դու ինձ բան ես ասում, որ ես իմանամ։ Լավ, հանգստացիր։ Ավետի հետ եմ։ Համարյա հասնում ենք։ Ես քո հետ տանը կխոսեմ։ Տեսնես այդ կողմի վրա կամերաներ կա դրած։ Կամերա։ Հա։ Սաղ տարածքով կամերաներ կա դրած։ Բայց այդ մասը աչքովս չի ընկել։ Ջինա։ Լսի, կարծում ես հնարավոր է ինչ-որ բան անել։ Բարև ձեզ։ Բարի գալիս։ Բարև գայ։ Բարև ավետ։ Դե, պատմեք ոնց եք։ Լավ, պապ ջան։ Էլին ջան, մի տեսակ ես, բանա պատահել։ Չէ, պապ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ճանապարհից մի քիչ հոգնած ենք, էլի։ Բայց այս հոգնածության բան չի, հա։ Չէ, պապ, ամեն ինչ նորմալ է։ Արի բան եմ ասում։ Դե պատմեք ոնց էր Վենետիկում։ Ամեն ինչ հոյակապ էր, պապ։ Չէ, Էլեն։ Էլեն, բայց մի տեսակ ես։ Հաստատ ինչ-որ բան է եղել։ Հմ։ Ասա բանով։ Էլե։ Չէ, պապ, ամեն ինչ նորմալ է։ Ասում ես ուր էիր գնացել։ Ավետի հետևից։ Բա ինչի ես քան ուշացել։ Գործ կար։ Երեխեքից ավելի կարևոր գործ։ Ուրեմն կարող ասում եմ։ Ձեր այդ թաքուն գործերը ստեղ է հասել արդեն։ Գայ, ուզածդ ինչ է։ Արսեն, նայի համը դուրս չգա։ Ես հոգնել եմ։ Ես արդեն հոգնել եմ ու չեմ դիմանում։
Այդ ինչ թափուն գործեր են։ Սիգայ, ոչ մի թաքուն գործ չկա։ Ես իրավունք չունեմ իմ խնամու հետ հանդիպելու խոսելու։ Իրավունք չունեմ։ Ինչ անեմ, հա? Մամային անպայման բուժել է պետք։ Այդ վիրահատությունը անպայման պիտի արվի։ Բայց իր բուժման համար $15,000 է պետք։ Ես որտեղից տենց մեծ գումար ճարեմ։ Որտեղից։ Մաման այս վիճակում չի կար աշխատի։ Ինչի՞ս է պետք է սովորել։ Չէ։ Ես շտապ պիտի աշխատանք գտնեմ։ Շտապ։ Սոնա։ Համա։ Լավ, Մարու ջան, ես գնամ։ Գնամ, մի բան կմտածեմ։ Աշխատանքի համար։ Հա, Սոնա ջան։ Մամ, դու ես վիճակում պատրաստվում ես աշխատես։ Հա, ապալես։ Մամ, ես դեմ եմ։ Ես չեմ թողնի, որ դու ես վիճակում աշխատես։ Սոնա, հիմա դու մենակ քո քննություններով պիտի զբաղվես։ Ինչի՞ս է պետք այդ քննությունը, մամ։ Հասկացի, քո վիրահատության համար հիմա շատ մեծ գումար է պետք ու ես պիտի աշխատեմ։ Հիմարություններ դուրս չտաս։ Քեզ սովորել է պետք։ Մամ, դու հասկանում ես, որ մեզ հիմա շատ փող է պետք։ Փող, մամ։ Սոնա ջան, եթե դու ուզում ես ինձ ինչ-որ բանով օգնած լինել, աշխատի անվճարն ընդունվել, լավ։
Մաշան։ Մաշը չի սկովա։ Իր անկերներից իսկ դուք ով եք։ Մաշը անգիտակից բարկացա, որ խնդրենք շտաբ կգայք հիվանդանոց։ Ինչ ա եղել։ Ավտովթար ա տեղի ունեցել։ Ոնց, Մաշ հիմա որտեղ ա։ Լավ գալիս եմ։ Ալո։ Արամ Ավետիչ, ձեր կնոջ ընկերուհուն եմ բերել։ Ում։ Կարծեմ անունը Մաշ էր։ Ես մի անգամ իրան տեսել։ Կարող ա դեմքը խառնում։ Ինչ ա եղել։ Ավտովթար։ Ավտովթար։ Արամով այն ավտովթար։ Էլեն Մաշավարի ա տվել հիմա կլինիկայում ա։ Լավ, ես հիմա գալիս եմ։ Ոնց։ Երբ որտեղ։ Չգիտեմ Էլեն։ Բոլորս բան չի եղել։ Երևի գնանք բարձենք, հա։ Գնաց։ Օգնելու բաներին զանգի։ Կզանգեք։ Տոշներս մտել ես։ Հն ոնց ա Մաշը։ Չէ, ներ չեմ մտել, չեն թողնում։ Ասեն ինչ որ ցնցում ունի ու գլխի վրա ինչ որ բացված կա։ Բա ում ես զանգել։ Կիկին եմ զանգել, այն էլ չի պատասխանում։ Ավետով էր զանգում։ Ինչ իմանամ։ Ես հիմա կգամ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Ես վստահ եմ, որ դու շատ լավ գիտես, թե ով էր զանգում իրան։ Կա ես ազնվորեն չգիտեմ ով էր զանգում։ Կարաս ինձ բացատրես, ինչա կատարվում Արսենի հետ։ Ոչ մի բան։ Երկու ընկեր ինչպես միշտ դոշտված իրար եք պաշտպանում։ Կա ամեն ինչ նորմալ է։ Ինչն է նորմալ։ Ինչ։ Որ ինձնից թաքուն ինչ-որ բաներ եք անում, դա ա նորմալ ավետ։ Բաբկեն ինչ։ Ես եմ հոգենաշ չէիր։ Չէ, ժամինովա քնում ամիտ բեկը։ Ասա ինչ է։ Բաբկեն ինչ պատվերդ կատարել եմ։ Մի խոսքով ամեն ինչ նորմալ է։ Չէ, հա։ Հետ եփ հասցրիր։ Դե զգացի էլի որ անհանգիստ ես, ասացի մի ամիս ես կողմ, մի ամիս են կողմ, ոչ մի բան չի փոխում։ Ասացի շուտ անեմ որ դու էլ այդտեղ հանգիստ լնես։ Լսի Ամիր բեկյան, ես միշտ էլ հանգիստ եմ։ Միշտ։ Ասա ինչ ես արել։ Այդ արդեն իմ գործն է Բաբկեն ինչ։ Հեչ պետք չի որ դու այդ մասին իմանաս։ Ուղղակի իմացի որ 2 տարով աստրոշկա եմ տվել։ Բաբկեն ինչ մի օր վայ թե հանդիպենք ու ես քեզ կպատմեմ թե այս գործը ոնց եմ գլուխ բերել, դու էլ կպատմես թե այդ հարիվին խի ես տես փակի տակ ուզում բայես։ Սի այդ լավ է որ դու այդ գործը գլուխ ես բերել։ Ապրես։ Թիվը կասա։ Ու ես իմ գործին դու քո գործին։ Մենք իրար պատմելու չունենք։ Ոնց ասես Բաբկեն ինչ։ Թիվը տասը։ Լսի, Բաբկեն ինչ, իսկ կլինի նալիչնի տեղը բարտեր անենք։ Ինչ բարտեր։ Դե ոնց որ ռուսն է ասում услуга за услугу։ Այսինքն Ամիր բեկյան։ Կհանդիպենք կասեմ Բաբկեն ինչ։ Լավ։ Հանդիպենք։ Վաղը հարմար, հա։ Հարմար է Բաբկեն ինչ, հարմար է։ Պայմանավորվեցինք։ Վաղը կհանդիպենք։ Որ ոչ ես քեզ տալիք մնամ, ոչ էլ դու ինձնից դիրխոր մնաս։ Լավ Բաբկեն ինչ, լավ։ Ում ես անում։ Կիկին։ Ալո։ Կիկի ուր ես։ Տոշը մեռավ քեզ զանգելով, ինչի չես պատասխանում։ Գնաց է Էլեն, ինչ ա եղել։ Մաշն ավարիա տվել։ Մաշը։ Հա։ Ու հիմա իրան Արամի կլինիկա են բերել։ Կարող ա գաս։ Լավ։
գնացի։ Բաց, արա։ Իսկ ինչա։ Չգիտեմ, դուրն են ջարդում։ Հանգստացի ցավը տանեմ։ Վախում եմ։ Մի վախեցի ցավը տանեմ, տեսնենք ով են։ Ինչ են ուզում։ Չգիտեմ։ Նա գիտեմ ներս։ Բացեք այդ անտե դուրը ջարդեն։ Վախում եմ։ Ես ովքեր են։ Ուզում ես դուրը տան ջարդեմ արա։ Բաց ասում։ Դուրը բաց, այ հարիվ։ Ես ջոգում պահի տեսել, արա։ Արա գոնե լուսը տանջատի։ Դու նույնիսկ ինձ զիջեցիր։ Չեր ես խոսում Գայա։ Ճիշտն եմ ասում։ Համարում եք չի դոշի։ Ես գիտեմ այդ ու մեքենան, այդ ոչ թե քո աղբոր մեքենան է, այլ Դոշ, այն ինչ որ պետք չի տեսնում եմ, իսկ ինչ որ պետքա աչքիցս վրիպում։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Բայց դուրս եմ գալու ստեղից ասել։ Ու դու ես հայտնվում իր ուժախերի հետևում։ Լսում ես։ Ուրումացել եմ էլի տեղի տակ եղել է։ Ես դրան փակի տակ եմ կողելու։